իմ կարծիքով։ Եվ վերջին երկու հարցը արագ հնչեցնեմ, որ դուք հասցնեք։ Նարեկը ճիշտ էր նկատել, որ այն ինչպես որ հաջողանում էր Ալենը Նիկոլին, չգիտեմ, դրանից են կողմ ինչ պիտի անել, անգամ են տեսարանը, որ բանը տենց ագահաբար Նիկոլը ինչ-որ կարկոնդակ ուտում, կարտոֆիլ ուտում, բան տեսանել էր, որ այդ ագահությունն ու աչքածակությունը չունի Ալենը, բայց որպեսզի այդ ձևի մեջ մտնի եւ խաղա ինքն էլ էր տենց ձև ընդունում, իբրև ընդունում, էլ չեմ ասում իր պահվածքը, խոսույթը, թքելը եւ այլն եւ այլն։ Ասում է փաստորեն հաջողանալ այդպես ծառայել ու նվաստանալը շատ քիչ է, պիտի իրենցից լինես եւ իսկ Ռուբինյանը իրենցից էր, բայց չեմ իրենցից ասելով այստեղ ինչ նկատի ունեք։ Ես կարծում եմ Փաշինյանի մոտ չէ, այդպես չի։ Փաշինյանի մոտ այլ չափորոշ չաշխատում։ Ինքը նայում է, որ անձը այս պայն իր կողմից վարվող քաղաքական։ Դա ռևերանս չէր, այսպես Այդ եմ ասում։ Ինքը կադրային քաղաքականությունը կարևորագույն պաշտոնների, որին ուշով հետևում են նաև մեր հարևանները, որոնք շահեր ունեն այստեղ։ Դա ընդունված է, դա միայն իր մոտ չի, ուղղակի ես ասում եմ, որ ինքը նաև այդպես է վարվում։ Այսինքն, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առավելագույն տիճերման է, այսինքն միայն իմ գնահատմամբ Ռուբեն Ռուբինյանի ազգային ժողովի նախագահի պաշտոն նշանակելը ինձ համար գնահատման համար ցույցիչ է հայ-թուրքական առավելագույն ջերմ հարաբերությունները։ Իդեպ ասեմ ձեզ, Ալեն Սիմոնյանը լինելով ազգային ժողովի նախագահ, ինքը ապահովում էր երկու ուղղություն, առավելագույն ջերմությամբ եւ Ադրբեջան։ Ադրբեջանի նախագահի հետ։ Մորաքույրը չէ, այնտեղ որ ասում եք։ Այո։ Հիմա քանի որ Չակերտավոր էլի մորաքույր։ Լավ, ես այսպես գնահատեմ, Հայաստանի օրվա իշխանությունների կողմից մշակվող մոտակա ժամանակաշրջանում քաղաքականությունը արտաքին իմ համար ցուցիչ է, թե ինչ կադրային քաղաքականություն է եւ Ռուբինյանի նշանակումը ըստ Թուրքիայի հետ։ Ամեն ինչ, պարզեն դե մենակ իր անվան հարցն է, որ պետք է Արաբա փոխվի։ Ռուբինյանը նշանակել։ Դե օրենսդիր մարմնի ղեկավարը ինքը կարգավիճակով երկրորդ անձնավորությունն է, լծակով, խորհրդանական։ Տեսար ինչ եղավ Ալեն, որ քեզ ասում Չէ, դա Ալենի խնդիրը չի, հաջողանալը չի։ Բայց կարող է մի քիչ չափը պահել, չէ, այդքան ծառայա։ Դա հիմա այդ անձի որակներից կամ չորակներից է գալիս։ Փաշինյանը որոշում է կայացել, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առավելագույն ջերմությունն է, նաև որոշակի առումով իմ կարծիքով ինքը այդպես է մտածում։ Կանխարգելի կարող է լինել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ որոշակի նկրտումներ, դրանով զսպաշապիկ փակ է էլի, մեղմ ասած, ասենք մենք կարող ենք Թուրքիայի հետ շատ ավելի լինել, քան Ադրբեջանի հետ, եթե Ադրբեջանը անկանոն շարժումներ անի երկրի ղեկավարությունը, ապա այդ պիտի զսպաշապիկը Թուրքիայի կողմից գա։ Եվ Ռուբեն Ռուբինյանի նշանակում իմ համար գոնե դրա ցուցիչն է։ Շատ լավ, Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի միջոցառման ելույթ ունեցողների ցանկից գրում է Սպուտնիկ Արմենիան, հետաքրքիր է նաև մամուլում այսպիսի հրապարակում եղավ, որ ինքը փորձել է մի քանի անգամ խոսել Պուտինի հետ չի ստացել եւ 3-4 օրը գրեցին, որ հաջողել է խոսել Միշուստինի հետ։ Ես կարծում եմ, որ իրականում այն ինչ որ տեղի է ունեցել, դա տրամաբանական շարունակությունն է այն գործընթացների, որ կան Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում քաղաքական որոշման հետևանքով է այն ինչ հիմա մեզ մոտ տնտեսական առումով խնդիրներ են չի առաջացնում։ Եվ այդ քաղաքական որոշման հետևանքով է, որ Հայաստանի իշխանություն ներկայացնող վարչապետը կարգավիճակը պետք է եւս իջեցված լինի։ Այսինքն եթե հիմա այդպես, այսինքն եթե Ռուսաստանի հետ խնդիրներ կան, ապա այդ խնդիրները վարչապետների մակարդակով պետք է լուծվի։ Օրինակ, ես այդպես եմ կարծում։ Ոչ թե վարչապետ նախագահ հարաբերություններում առաջնահերթություն լինի։ Օրինակ, ասեմ ձեզ, միջինասիական հարաբերությունները նույնիսկ եթե վարչապետները եւ այլն, բայց նախագահները Ռուսաստանի նախագահի հետ հարաբերություններում եւ այդ պետությունների Ռուսաստանի հետ հարաբերություններում բավական առողջ էս պայն գոնե իրողությունների ֆոնի վրա Ռուսաստանի նախագահը համարժեք կեցվածք է դրսևորում։ Եթե Ռուսաստանը քաղաքական որոշման հետևանքով անում է այն գործը, որը հիմա անում է, այդ նույն քաղաքական որոշման տրամաբանության մեջ մտնում է նաև Ռուսաստանի հետ հարաբերվող պետական պաշտոնատար անձանց կարգավիճակի իջեցումը Փաշինյանի հետ հարաբերվելով։ Այսինքն վարչապետ կհարաբերվի։ Ես կարծում եմ այդպես։
Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հանդիպենք, չէ՞, երկուշաբթի։ Այո։ Շնորհակալություն։